չի կարող Փաշիզադեի եւ Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայրաթորի նկատմամբ լինել պատահականություն, չի կարող դա ուղղակի համընկնում լինել։ Իրականության մեջ բազմաթիվ անգամներ, այդ թվում եւ առաջին հերթին այն պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել են, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման, դենացիոնալիզացիայի ծրագիր եւ Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռևանշիզմի դեմ պայքար իրականացնել, ռևանշիզմը, որը Ադրբեջանն է համարում ռևանշիզմ, այսինքն բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի, հայկական իրավունքների համար։ Այստեղ ես ուզում եմ կարևորել ու լրագրողական համայնքի ուշադրությունն էլ հրավիրել այն փաստի վրա, որ փաստացի պայմանագիրը, որը ձեռք են բերել, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման, մենք երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով, երկրորդ դրվագը կետ կար այդտեղ համաձայնեցված, հիշում եք Փաշինյանն էլ հայտարարեց այլևն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին, անցած տարի Մեղրիից դուրս բերեցին ռուսական զորքերը, այսինքն պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագրի մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականացնում է, եւ երկրորդ դրվագը պայմանագրում տեղ չգտած կետերը, օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը, էլի կատարվում է այլ կերպ, ինչպես կարելի է մեկնաբանել, երբ Փաշինյանը ասում է, եթե պայմանագիրը ստորագրվի եւ սահմանադրությանը հակասի, ես կփոխեմ սահմանադրությունը, կնախաձեռնեմ սահմանադրության փոփոխություն, այսինքն ամենակարևոր դրվագը Ադրբեջանի հետ բանավոր եւ գրավոր ձեռք բերված պայմանավորվածությունները անգամ առանց պայմանագրի ստորագրման հիմա կատարվում են եւ ընթացքի մեջ են։ Այսինքն սա եւս այդ բանից է, հա, ներքին այլ որևէ բացատրություն, այլ որևէ տրամաբանական բացատրություն ուղղակի դուք չեք կարող գտնել։ Ինչու է, երբ արցախահայերը հանրահավաք են իրականացնում Հայաստանում, Երևանում, դրան հաջորդում արցախահայերի նկատմամբ թիրախային ատելության արշավ։ Ինչու է, երբ եկեղեցին աննահանջ բոլոր քարոզներում, բոլոր պատարակներում հանդես է գալիս, այդ թվում նաև արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում, բայց երբ ակտիվացնում է իր կապերը, երբ միջազգային խորհրդաժողով է հրավիրում, երբ խոսում է գերիների վերադարձի մասին, այսպիսի թիրախավորում տեղի ունենում, կրկնում եմ, Փաշիզադեի եւ Փաշինյանի կողմից։ Դա պատահականություն ուղղակի չի կարող լինել։ Պահանջում է, որպեսզի պատկան մարմինները զբաղվեն, հա, այս հարցով եւ կասեցնեն այս գործունեությունը Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք պատկան մարմիններից։ Ամբողջությամբ մեր սատարումն ենք հայտնում Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, մեր բոլոր լծակներով, գործիքակազմերով պատրաստ ենք աջակցել ու նաև հնչեղություն հաղորդել այդ պահանջին, պարզապես խնդիրը այն է, որ չենք տեսնում հնարավորություն, որ այս իշխանության դեպքում հասկանում եք, նախաձեռնողը չի կարող սանձել ինքը իրեն։ Մենք պահանջում ենք դադարեցնել արշավը մեկից, ով ծրագրել եւ նախաձեռնել է այդ արշավը։ Այստեղ է ամենամեծ հարցը։ Ես կարծում եմ, ինչպես մեր ինքնության բոլոր հիմքերի, այնպես էլ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը խոշոր հաշվով այս պահին մնացել է հանրության տիրույթում ու հանրային պաշտպանությունն է, որ այս օրերին պիտի արտահայտվի ու նաեւ անհրաժեշտության դեպքում, եթե այս արշավը այլ ընթացք է ստանալու եւ սրվելու է, նաեւ դրսևորվի։ Ես ուղղակի ուզում եմ մեջ բերել Սրբազան Աչապահյանի խոսքերը, եթե իրենք պատրաստ են ամեն տեսակ գործողություն իրականացնել, մենք պիտի պատրաստ լինենք ամեն կերպ պաշտպանել մեր ինքնության, այդ թվում նաև ֆիզիկական ներկայությամբ, երբ դրա կարիքը կլինի այս փուլին, քանի որ մենք տեսնում ենք տեղեկատվական արշավ, տեղեկատվական դաշտում դիրքորոշում արտահայտելով։ Հայաստանը հիմա գծվում է ջրբաժան։ Այդ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր կատարում են այլևի պահանջները, հարձակվում են եկեղեցու վրա եւ նախաձեռնել են այս արշավը ու սատարում են ու պաշտպանում են, բնականաբար մյուս կողմում պիտի մոբիլիզացվեն բոլոր նրանք եւ հանրային դիրքորոշում արտահայտեն, ովքեր այս հարձակումը համաձայն չեն եւ չեն կիսում։ Եթե կզարգանա, պետք է փողոցային պայքարի դուրս գան մարդիկ, եթե անգամ եկեղեցու հայտարարությունն են համարում շատ անատամ ու ոչինչ չասող։ Բոլորը խոսում են այն մասին, որ թե ընդդիմությունը, թե եկեղեցին անում են հայտարարություններ զուտ հայտարարություն անելու համար։ Արդյոք ժամանակը չէ հստակ գործելու, արդյոք եկեղեցու հայտարարությունը ձեզ
համար այդքան բովանդակային էր, որքան դուք ասացիք, որ սատարում եք, բայց այդ բովանդակությունը կար, որին սատարում եք։ Ես կարող եմ հասկանալ բոլոր մեր քաղաքացիների զայրույթը, իրավիճակով պայմանավորված, նաև այս աննախադեպ արշավի պարագայում, որ շուտ հնարավորինս արագ լուծումներ են փնտրում, բայց պիտի հասկանանք նաև ինչ կառույցի հետ գործ ունենք, պիտի հասկանանք նաև, որ վստահաբար Գերագույն հոգևոր խորհուրդը սթափ է գնահատել իրավիճակը եւ հաշվի առել նաեւ բոլոր ռիսկերը, որոնք կան, արկա են եւ նաեւ բոլոր են հավանական զարգացումները, որը հենց այս իշխանությունները կուզենային, որ այդպես ընթանա։ Ընդհանրապես կարծում եմ հայ առաքելական եկեղեցու դեպքում եկեղեցու մասին խոսելուց հատկապես երբ հոտի անդամ ենք, պիտի որդիական խոնարհությամբ մոտենանք պատգամներին, որոնք հնչեցնում են։ Արագ փոփոխությունների պահանջը միանգամայն հասկանալի է նաև պահանջը, որ հենց հիմա լինեն գործողություններ, դրանք այս տարիների ընթացքում եղել են, մեր քաղաքացիները հնարավորություն ունեցել են մասնակցելու, վստահ եմ, որ առաջիկայում էլ լինելու են եւ մեր քաղաքացիները ելի հնարավորություն ունենալու են իրենց դիրքորոշումը արտահայտելու։ Եթե մեղադրանքը այն է, որ ընդդիմությունը այդպես պիտի ունենա գործուն մասնակցության, ես լրիվ ընդունում եմ մեղադրանքը, դա ճիշտ է, դա ռացիոնալ մոտեցում է։ Փողոցային պայքար հնարավոր է այս ալիքի վրա նախաձեռնեք։ Եթե մենք նախաձեռնող լինենք, անպայման դրա մասին կլինի հայտարարություն։ Ես կարծում եմ, որ արձագանքը պետք է լինի համարժեք, եւ եթե իշխանության հաշվարկը այն է, որ ինչպես բանակին 2018-ին թիրախավորելով հեղինակազրկելու են եւ հնարավոր են դառնալու բանակի կազմակերպումը հնարավոր են դարձնելու, այս դեպքում իրենք սխալ հաշվարկ են անելու, որքան իշխանությունը ուժեղացնի արշավը եկեղեցու դեմ, այնքան հանրային մոբիլիզացիայի ականատես լինելու, դա իմ համոզում է։ Տիկին Վարդանյան, խոսում եք որդիական խոնարհության մասին, բայց որդիական նախանձախնդրությամբ եւ սրտացավությամբ իրավունք ունի եկեղեցուն վերաբերող հարցեր բարձրացնել նաեւ հոտի ներկայացուցիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իմ տպավորությամբ, իմ սուբյեկտիվ տպավորությամբ սրտացավության դրսևորում էր եկեղեցիների չուլանացման հետ կապված նրա անհանգստությունը, Դուք իհարկե մտահոգությունը, որին հետևեց եկեղեցու ոչ այնքան կոռեկտ բառապաշարով հակադարձումը եւ դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ոչ այդքան կոռեկտ գուցե պատասխանը։ Հիմա դուք ասում եք, որ խաղաղության պայմանագրի կետերից մեկով նախատեսվում է։ Ես չեմ ասում, այլև Փաշինյանն են ասում։ Մի տեսակ իրացիոնալության դաշտում չէ վերլուծությունը կամ։ Թող մեր քաղաքացիները դատեն, արդյոք իրացիոնալության դաշտում է այն, որ Ադրբեջանը հայտարարեց, որ համաձայնեցված կետերի մեջ կա կետ, որտեղ պայմանավորվում են կողմերը այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ պայքարողների դեմ պայքարել, որը Ադրբեջանի ռևանշիզմի դեմ պայքարի կետն է։ Ինչ վերաբերում է ոչ եկեղեցին պայքարում է հայկական իրավունքների համար, Ադրբեջանի համար ռևանշիստ են բոլորը, ովքեր պայքարում են հայկական իրավունքների համար, այդ թվում նաև մենք բոլորս։ Հիմա ես հասկանում եմ իրականում եւ հարցը իմաստը նպատակը դուք կարող եք որդիական նախանձախնդրություն եւ խոնարհություն անվանել հայոց վեհապարին գլխավոր մաֆիոզ անվանելը եւ դա կարող եք թիրախավորում չանվանել, բայց իրականությունը շատ պարզ է, բոլորը քաղաքացիները բացի Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատից հասկանում են ինչ է կատարվում աշխարհի բոլոր եկեղեցիներում, ամենահեղինակավոր կառույցներում կրոնական, ամենաազդեցիկներում կլինի Վատիկանը, կաթոլիկ եկեղեցին, բողոքականները, ուղղափառները շատ ավելի հիմնավոր փաստերի վրա հիմնված, այսինքն կոնկրետ փաստերի վրա հիմնված կրոնական այնպիսի սկանդալներ են եղել, որոնք կոնկրետ փաստեր են եղել, հարյուրավոր երեխաների մանկապղծության դեպքեր, միլիոնավոր դոլարների փաստեր, որ տեղի ունեցել լվացում, որևէ կառավարության, որևէ ներկայացուցիչ, որևէ կառավարության, որևէ կողակից, որևէ միջազգային կազմակերպության որևէ ներկայացուցիչ իրեն թույլ չի տվել 1% այն բառապաշարի, որը կիրառվել է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերջին մի շաբաթը։ Սա արշավ է եկեղեցու դեմ եւ եկեղեցու դիտավորյալ ու թշնամական հեղինակազրկում է թե չէ, թող դատեն մեր քաղաքացիները։ Կողմեք որ խնդրի մասին չխոսվի, ծածկադեմ։ Ես նման բան չասացի, եկեղեցին էլ բարեբախտաբար ես շատ մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ իր հայտարարության մեջ այդ ինքնահայեցողությունը կար։ Ես կարծում եմ բոլորը, ովքեր կարդացել են հայտարարություն, տեսել են եւ որևէ մեկը չի ժխտում 1700
500-ամյա կառույցը հազարավոր հետևորդներ ունեցող աշխարհի տասնյակ երկրներում սփռում ունեցող չի կարող զերծ լինել խնդիրներից եւ ամենակարևորը եկեղեցին էլ ինքը խոսում է այդ խնդիրների մասին շատ տրամաբանական բացատրություն բերելով որ եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու օրենքներին եւ ավանդույթներին համապատասխան։ Վարդանյան ձեր համար տարօրինակ չի որ մեկ շաբաթյա այդ ծանր մեղադրանքների այդ թվում եւ մանկապահցության վերաբերյալ Աննա Հակոբյանի գրառումից հետո որևիցե իրավական ընթացք չկա այս ամենի սա ըստ էության ինչի մասին։ Ես կարծում եմ մեր իրավապահ համակարգ ՀԱԱՑ-ն է հիմա այստեղ գալու, կարծում եմ փակ է լինելու քննարկում, բայց այս հարցերը տալու հնարավորություն կունենանք, հայտնվել են ծիծաղելի իրավիճակում, պիտի պատասխանեն հարցին, իրենց նախ այդպիսի հրահանգ տրվել է, հետևել սրբազաններին, գաղտնալսել, տեսաձայնագրել ու իրենք որևէ փաստ են ներկայացրել Փաշինյանին, որի հիման վրա է այդպիսի հայտարարություններ արվել, թե post factum այդպիսի հայտարարություններից հետո հիմա է հրահանգիչել ամեն գնով գտնել որևէ փաստ, որը կարող է հրապարակվել։ Վատը դա է որ ուսումնասիրել են, տեսանկարել են, թե այն ամենի որ սրբազանները դա արել են։ Ես շատ տեսեք, ես կարծում եմ այս արշավի նպատակը հենց այսպես օդից կախված լուրեր գցել դաշտ եւ լուրջ դեմքով սիպել որ իսկ հիմա արել են թե չեն արել։ Ես կարծում եմ որ եթե տեղի ունեցել որևէ սպասավորի կողմից որևէ ավանդույթի խախտում դա բնականաբար լավ անվանել չենք կարող։ Որևէ մեկը չի կարող եւ ես եկեղեցուցել չեմ նկատել որ այդպիսի արձագանք է եղել։ Այստեղ հարցը այն է։ Մի հատ կբացատրեք մեր երկրում հիմա կատարվողի։ Ես լուրեր եմ կարդում։ Հիմա լուր է տարածվել որտեղ գյուղում մարդը ով ատրճանակ է պահել ադրբեջանցիների ուղղությամբ քրեական գործ է հարուցվել իր նկատմամբ։ Այս անվտանգային ճգնաժամի պայմաններում X սրբազանը երեխա ունի թե չէ կամ կուսակրանության ուխտը խախտել է թե չէ։ Դա է մեր հանրային օրակարգի առաջին հարցը։ Իսկ կարող է սա է, իսկ սա է, ես կողմ եմ, որ եկեղեցին իր խնդիրները լուծի եկեղեցու օրենքների եւ ավանդույթների համաձայն եւ ես վստահում եմ այդ կառույցին եւ կարծում եմ սոցհարցումներն էլ ցույց են տալիս, որ մեր բնակչության մեծամասնությունն է վստահում։ Կարծում եմ ամենամեծ խնդիրներից մեկը Փաշինյանի համար այդտեղ է։ Ես սա եմ ասում, ինչու է սա հիմա մեր օրակարգ բերվել։ Բացի վարկաբեկելուց եւ եկեղեցու նկատմամբ արշավանելուց, կարող է հիմա տեղի են ունենում գործընթացներ այդ թվում նաև անվտանգային, որոնցից նաև կարիք կա հանրային ուշադրություն շեղելու։ Այսինքն սրանք են կարծում եմ հարցերը, որոնց պետք է անդրադառնալ։ Տեսեք, իշխանական պատգամավորները ասում են, որ սա սրտացավության հանուն Նիկոլ Փաշինյանը եւ ցանկանում են բոլոր խնդիրները լուծել, օրինակ ասում են եկեղեցիների վիճակը տեսել եք այդպես է անում, որպեսզի կարգի բերել։ Օրինակ, եթե սրտացավ կառավարություն լիներ, եկեղեցու պատմությունը առարկան կհանեին դպրոցներից, եթե այսքան գնահատեին առաքելական եկեղեցու։ Ես եկեղեցիների վիճակը ճիշտ ասած տեսել եմ ու դրա համար եմ նաև պնդում, որ սրտացավություն այստեղ չկա։ Իսկ ինքը կարող է մի լուսանկար հրապարակել չուլանացված եկեղեցու։ Սա է Եկեղեցապատկան չի եղել։ Եվ այնտեղ պարզվեց, որ մեկը եկեղեցապատկան չի, մեկը պարզվեց, որ եկեղեցու այսինքն եկեղեցու վերահսկողության ներքո չի, եկեղեցին չի դրա համար պատասխանատու։ Նկատի ունեմ սրտացավությունը որտեղ ենք տեսնում, էլի եմ կրկնում, ամենայն հայոց վեհապարին գլխավոր մաֆիոզ անվանելու մեջ ենք սրտացավություն տեսնում, օդից կախված հայկական ժամանակին բնորոշ լուրերը պետական մակարդակում ժամը 1 վիրավորական բառապաշարով գրելու մեջ ենք սրտացավություն տեսնում։ Բոլոր մեր հարցին պատասխանել բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր սրտացավություն են փնտրում, պիտի նայեն համաշխարհային օրինակները, երբ նման դեպքեր եղել են եւ այլ կառավարությունները ինչպես են արձագանքել ու կտեսնեն, որ ամեն կերպ պաշտպանել են կառույցը, փորձել են լուծել խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ խնդրի մասին փաստեր չունենք, բայց տեսնում ենք կառույցի ամեն գնով թիրախավորում։ Սա է հարցը, սրտացավություն չեմ կարող տեսնել։ Այդուհանդերձ Տիկին Վարդանյան, եթե պարզվի, որ ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ դուստր ունի, Ո՞նց պիտի պարզեք։ Հարցստամ, եթե պարզվի, որ դուստր ունի եւ խախտել է փաստորեն կուսակրոնության ուխտը, ըստ ձեզ ինչ պետք է հետևի դրան, արդյոք պետք է նա կարգալույց Ես կողմեք հայ առաջնական եկեղեցին 1700 տարվա հայրականության ամենակայացած ինստիտուտն է։ Այդ ինստիտուտը ունի
արժեքներ եւ լուծումներ, կանոններ բոլոր դեպքերի համար 1700 տարվա հայկական ամենակայացած կառույցը ունի կանոններ, օրենքներ, լուծումներ բոլոր դեպքերի համար։ Ես ու դուք չենք, որ պիտի գնանք հատկապես վիրավորական արտահայտություններով որևէ խնդիր լուծենք եկեղեցու ներսում, սա է հարցը։ մասին կոնկրետ մեղադրանքի ենթադրության կասկածի մասին եմ հարցը տալիս։ Ես պատասխանեցի ձեր հարցին, եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, ես ասացի հայ առաքելական եկեղեցին ունի բոլոր ներքին կանոնադրությունը, օրենքները, տարբեր խնդիրներ, անգամ ձեր մատնանշանոցը լուծելու համար եւ այդ կառույցը վայելում է իմ ամբողջական վստահությունը, մի քանի անգամ ավելի շատ, քան Հայաստանի կառավարությունը։ Շնորհակալ եմ։